Խորհրդանում լրագրողներ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հասարակական նախաձեռնության մասին, որը գործադիրի ղեկավարը հեգնել է, թե գարուն համար հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել։ Սիմոնյանը հիշեցրել է, որ երբ այս գումարման խորհրդանը նոր էր ընտրվել, այդ նույն մարդիկ 6 ամսվա կյանք էին կանխատեսում, հետո ԿՊ-ի իշխանության տարբեր ժամկետներ հնչեցնում, դրանց բազում բացատրություններ տրվեցին, սակայն ըստ ազգային ժողովի նախագահի խնդիրն այն է, որ իշխանությունն այնքան բաց է, այնքան ազատ է խոսում ամեն ինչի մասին, որ այդ շահարկումները մեկ օրվա կյանք ունեն, իսկ Փաշինյանի իմպիչմենտի հիմք չի տեսնում։ Ինչ որ մեկի ցանկության կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել, հա։ Տեղի ունեցել 2021 թվականի ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն։ Այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ AR-ի հարցումը վերջին որը որ ես տեսել եմ, որ 14% է դարձել։ Ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Մեծամասնություն։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Գիտեք ինչ, դուք էլ 2021 թվականի ընտրություններից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 54% հավաքեց, իսկ Գյումրիում մոտավորապես 60 քանի տոկոսից ավել, ընդամենը 2 ամիս հետո Գյումրիում 20% արդյունք գրանցեց եւ ես խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել Հայաստանի Հանրապետության Գյումրիի ընտրությունը չի կարող համապետական լինել։ Իմպիչմենտ իրականացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերն այսօր առկա չեն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նաև Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է եւ կարծում եմ, որ այստեղ կասկած անգամ չպետք է լինի, որովհետեւ իրավական, քաղաքական հիմքեր նրա հեռացման համար կա, բայց միևնույն ժամանակ էլ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես գործընթաց առանց հիմքերի չպետք է լինի, որովհետև դրա հիմքերը նախ եւ առաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված եւ երկրորդը պետք է լինի ընդվզող մեր դրսի գործընթացների, մեր ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա, որպեսզի կարողանան ազդեցություն գործել նաև այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք որ պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը։ Նախաձեռնողների հեղինակները գիտեն, որ նաև որ մեզ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու եւ նաեւ 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։ Անցած հանգստյան օրերին մեդիադաշտը բողոքվեց այս անգամ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համալսարանականների հետ ունեցած հարցուպատասխանի տեսանյութերով։ Ըստ նախկին նախագահի շատ կարևոր հարց է, հիմա որն է ընդդիմության նպատակը իշխանափոխություն անելը, թե կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։ Սարգսյանն ընդգծել է, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, որովհետև այսօր չեն լուծում վարչապետի հարց, ուզում են իշխանափոխություն։ Հենց ընդդիմության խնդիրներից մեկն էլ նա է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունը առաջերտին ուզում է տեսնել իր տեղը այդ իշխանությունում, նոր հետո իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի։ Պետք է իշխանափոխություն արվի, այստեղ կարող է որևէ մեկ ասի, բա որ ավելի վատ լինի։ Դե միշտ էլ այդպես կարելի է, սրանից վատ էլ ինչ կարող։ Ամեն անգամ, գիտեք, մեզ ասում են, որ արդեն всё վերջ, ասել ենք հատակի։ Մեկը ներքևից թշկացնում է, ասում տղեր, կլայիշնելու տեղ ունենք։
Դες ամբողջ խնդիրը։ Իշխանատենչությունը լավ բան չի, միշտ վատ բաների է։ Սերժ Սարգսյանը նաև չի կարծում, թե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միանման են եղել ու կան։ Որքանով հիշում եմ, կարծեմ դուք պետք է տեղյակ եղնեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարիչին անվանել է, ինչա, խելապակաս, պատոհաս եւ այլն։ Արդյոք դուք համարում եք, որ նրանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը միանման են։ Ոչ։ Եթե մենք այդ կանխավարկածով ղեկավարվենք, այդ նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Հայաստանը դեմ էր, բայց տեսեք Ղարաբաղը մենակ կռվեց ու հաղթեց։ Այդպիսի տրամաբանություն ինձ դուր չի գալիս, կարծում եմ որոշակի այսպես տակը այլ աստար կա, որը ես չեմ կիսում։ Իհարկե, այսօրվա Հայաստանի կառավարիչը մի ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում։ Բայց Հայաստանի երկրորդ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահն է եղել այդ թիմում։ Այսինքն բոլորին այսպես խառնել, ինչ որ մեկին վատաբանելու համար, ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, իրոք համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, եւ կարծում եմ ձեզ մոտ նաև հարց կառաջանա, բայց եթե այդպես էր, ինչու Հայաստանում դեռևս այն ժամանակ իշխանափոխություն տեղի ունեցավ։ Ցանկացած թիմում, ցանկացած նույնիսկ ընկերական շրջապատում լինում են հարցեր, որոնք ինչ որ մի փուլում կարծիքները տարբերվում են։ Այնպես որ այդտեղ ոչ ողբերգություն կա, ոչ որևէ միտում կա, եւ այն ենթատեքստը, որ ինչ-որ մեկերի կողմից դրվում է այդպիսի հարցերի տակ, իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը 168 ժամ թերթին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերներին եւ մասնավորացրել, որ Երևանին ու Մոսկվային բացահայտ ու կոպտորեն փորձում են միմյանցից վանել, գշտեցնել, գործի դնելով տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ցտեր եւ զրպարտություն։ Իսկ թե ով է կանգնած դրա հետևում ըստ ռուս դեսպանի, քաջ հայտնի է ինչպես նաեւ նրանց Ռուսաստանի ռազմավարական պարտությունը տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով թշնամին։ Նախ եւ առաջ կցանկանայի նշել կարծրատիպային կարծիքների տարածման մասին, թե Ռուսաստանը ըստ սահմանման դեմ է արևմտյան երկրների ցանկացած ակտիվությանը եւ ներկայությանը։ Ամենևին էլ ոչ։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, թե ինչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս հարավային Կովկաս։ Ցավոք մենք վաղուց ենք արձանագրել տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված են ոչ բարի մտադրություններ։ Իդեպ դրանց պաշտոնական ներկայացուցիչներն իրենք են մեղայականով ներկայացել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո։ ԱՄՆ պետդեպարտամենտի, Եվրամիության եւ նրա անդամ պետությունների պաշտոնատար անձինք հանել են դիմակները եւ սկսել են բացահայտ հայտարարել, որ մտադիր են հասնել հարավային Կովկասում Ռուսաստանի, նաեւ Իրանի եւ Չինաստանի չարորակ ազդեցության նվազեցմանը։ Դրա հետ է կապված նրանց նպատակասլացությունը ոչնչացնել Երևանի եւ Մոսկվայի դաշնակցային կապը հայ գործընկերներին հարաբերությունների դիվերսիֆիկացման հարցում օգնելու պատրվակով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում անդրադարձել է Նոր-Նորքի քաղաքապետարանում ծեծկրտուքին նա ընդգծել է բռնության անթույլատրելիությունը, վարչական շրջանների ղեկավարներին հորդորելով ցուցաբերել զսպվածություն։ Այնուամենայնիվ հարգելիներս, ուզում եմ կրկին անգամ բոլորիդ հիշեցնել, նամանավանդ ձախ կողմում նստած բոլոր իմ հարգելի գործընկերներին։ Դուք բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։
իմ ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։ Եվ համապատասխանաբար ես պետք է ձեզանից խնդրեմ եւ պահանջեմ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանից, որովհետեւ մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր պաշտոնները այս պայդրությամբ այո, կուսակցական հենքը հաշվի առնելով, գաղափարական հենքը հաշվի առնելով, ձեր այսօրվա պաշտոնը ծառայությունն է Երևան քաղաքին եւ երևանցիներին, ձեր վարչական շրջանում։ Առաջին հերթին ձեր ծառայությունը պետք է լինի ձեր համար գերակա։ Եվ հետևապես ասում եմ, ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետեւ Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից եւ մեկ այլ մեկը ընդունվել աշխատանքի։ Ես ուզում եմ մենք իրար հասկացանք։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Մոսկվայի ու համայնքրուսիո պատրիարք Կիրիլի Ադրբեջան այցի ֆոնին Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել։ Մոսկվայի օդանավականում նախորդին ձերբակալել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին, նրան թույլ չեն տվել Աստրախան մեկնող ինքնաթիռը նստել։ Ադրբեջանցի պատգամավորին օդանավականում ասել են, որ նրան արգելված է մոտգործել Ռուսաստան։ Ռուսական կողմի հրավերով Ադրբեջանի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ մասնակցելու երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Այցը Աստրախան կազմակերպվել է Աստրախանի մարզի փոխնահանգապետ կառավարության ղեկավար Դենիս Աֆանասևի նախաձեռնությամբ։ Պատգամավորին եւ պատվիրակությանը որևէ բացատրություն չի տրվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ամենայն հավանականությամբ ռուսական կողմը սև ցուցակում է ներառել Բադամովին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին քննադատական արտահայտությունների համար, որը որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի հասցեին վիրավորական հայտարարություններ էր արել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանելով միջադեպը հաստատել է պատգամավորի ձերբակալման մասին տեղեկատվությունը։ Ռուսական կողմի այս որոշումը Ադրբեջանի ԱԳՆ-խոսնակ Այխան Հաջիզադեն անբարյացկամ քայլ է որակել եւ նշել, որ սպասում են Ռուսաստանից պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։ Մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Բաքվում ընդունել էին Ռուսիո պատրիարքին։ Վերջինս Մեհրիբան Ալիևային պարգևատրել է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Իշխանուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանով հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Բացի այդ, պատրիարք Կիրիլը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 81-ին նվիրված միջոցառումներին։ Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այցի ընթացքում նախատեսված է Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ դեմարդեմ ընդլայնված բանակցությունները կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բելարուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև Բելարուս-ադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։ Նախատեսված է Ասադովի հետ Բելարուսի վարչապետի այց օկուպացված Արցախի հանրապետություն, Վարանդա քաղաքում դիտելու վերականգնված օբյեկտները, նաև այց Ակնայի արդյունաբերական պարկ։ Իրանը Ղասեմ Բասիր անունով նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել, որի հեռահարությունը 1200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին եւ զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա։ Նասիրզադեի խոսքով օգտագործելով ճշմարիտ խոստում 1 եւ ճշմարիտ խոստում 2 գործողությունների փորձը Թեհրանը հաջողությամբ փորձարկել է նոր բալիստիկ հրթիռ, որը գտնում է կոնկրետ թիրախը եւ խոցում այն առանց նույնիսկ 1 մետր շեղվելու եւ առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման։
Թրամփը մայիսի 3-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված պատկեր եւ այդ գրառումը տարածվել էր նաեւ Սպիտակ տան X միկրոբլոգում ու սոցիալական մեդիայի այլ հարթակներում։ Լուսանկարում Դոնալդ Թրամփը պապական սպիտակ գլխարկով ու միտրայով է կրծքին մեծ խաչ եւ բարձրացրել է ցուցամատը։ Գրառումը քննադատությունների տարափ է առաջացրել, քանի որ այն հրապարակվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան սգոշրջանի եւ հաջորդ պոնտիֆիկոսի ընտրության հետ։ Թրամփն ավելի վաղ կատակել էր այդ թեմայով լրագրողներին, ասելով, որ կցանկանար լինել Հռոմի Պապը։ Սպիտակ տունը հերքել է այդ պնդումները, թե նախագահը ծաղրել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ինստիտուտը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում բացահայտել է, թե երբ է առաջին անգամ աղոթելու համար ծնկի իջել 2002 թվականին Նորդոստ թատերական կենտրոնի ահաբեկչության ժամանակ։ Պուտինը խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում դիմելու Աստծուն եւ որ դա իր ներքին պահանջմունքն է, սակայն չի թվարկել բոլոր առիթները կամ պատճառները։